Կրկեսը արվեստի յուրահատուկ ձև է, որտեղ միաձուլվում են ֆիզիկական կարողությունը, ռիսկը, դերասանական խաղը եւ հանդիսատեսի հետ անմիջական կապը։ Հայկական իրականության մեջ կրկեսի երկար տարիների բացակայությունը եւ խզված կապը հանդիսատեսի հետ եկան լրացնելու Գինեսի ռեկորդակիր Վարդանյան եղբայրները։ 2 տարի Երևանում տարբեր սերունդներ հաճույքով վայելում են Վարդանյանների բեմադրած շքեղ կրկեսային շոուն եւ ֆանտաստիկ համարները։ Հերթով փոփոխվող հնարամիտ ծաղրածուներ, աճպարարական համարներ, զվարճալի տեսարաններ, դանակներով համարներ, բարձր թռիչքներ, որոնք 1.5-2 ժամ հանդիսատեսին լարված են պահում Վարդանյանների կրկեսում։ 2023 թվականից Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Վարդանյան եղբայրները գեղեցիկ ավանդույթ են ձևավորել հանդիսատեսին աշնանը եւ ամանորյա տոնական օրերին կրկեսային կենդանի արվեստի հետ վերամիավորելու, ուրախացնելու համար։ Երբ որ դու երկար տարիներ ինչ-որ մի բանի վրա թե արյունով, թե քո քրտինքով աշխատելով հասնում ես, իհարկե շատ կարևոր է, որ գնահատում են քո ճանապարհը, քո անցած այդ դժվար պահերը, որտեվ այդ հնարքը կատարելու համար մեզ պետք եղավ 6 տարի, որպեսզի ուղղակի մենք կարողանանք 3 վայրկյան հանդիսատեսին ցուցադրելու համար, այսինքն 6 տարի 4 ժամ, 5 ժամ անընդմեջ փորձերի եւ շատ մեծ դժվարությունների միջով անցնելով։ Չմոռանանք հայկական կրկեսում, ինչպես նաև աշխարհի շատ այլ երկրներում վարժեցված կենդանիներով համարները հանված են։ Հայաստանի գործող կառավարությունը կենդանիների հանդեպ հումանիստական որոշում կայացրեց։ Վարդանյանները իրենց կրկեսային շոուն ձևավորել են այնպես, որ կրկեսի հրաշքը երեխաները ոչ թե կենդանու մեջ փնտրեն, այլ գտնեն մարդու ֆիզիկական ուժի եւ կամքի սահմանները հաղթահարելու կարողության մեջ։ Եղբայրներից Անդրանիկ Վարդանյանը պատմում է, որ աշխարհով մեկ շրջագայելուց, միջազգային բեմերում ելույթ ունենալուց եւ հանդիսատեսին զարմացնելուց հետո հասկացան, ժամանակն է վերադառնալ հայրենիք եւ այստեղ ստեղծել մի վայր, որտեղ կրկեսը չի լինի պարզապես ներկայացում։ Տարիների համառ աշխատանքը իր արդյունքը տվեց։ Վարդանյան եղբայրները ձեռք բերեցին միջազգային ճանաչում եւ գրանցվեցին Գինեսի ռեկորդների գրքում իրենց յուրահատուկ հնարքի համար։ Մենք հպարտ ենք, որ մենք կարողանում ենք այս վեդրությամբ անգամ Բրազիլիայից դերասաններ բերենք, որտեղ շատ հետաքրքիր բաներ կան, որ ինձ թվում է Հայաստանում կրկեսի պակասը եղել է եւ դա կլրացնենք, փորձենք ամեն անգամ ինչ-որ ձև մեր հանդիսատեսի հետաքրքրությունը միշտ պահենք։ Ամանորյա շրջանը կրկեսում առանձնահատուկ է։ Կրկեսը վերածվում է կախարդական մի վայրի, որտեղ իրականությունն ու երևակայությունը միախառնվում են։ Տոնածառի լույսերի ներքո բացվում է Վանդերլենդ հրաշքների աշխարհը, մի շոու, որտեղ օդային ակրոբատները ճախրում են վերևում, իլյուզիոնիստները ստեղծում են այլ իրականություն, իսկ ցեռնածուները ստեղծում են փոքրիկ հրաշքներ բեմի վրա։ Ամեն ինչ կառուցված է այնպես, որ հանդիսատեսը մի պահ մոռանա առօրյան։ Կրկեսի ամենասիրելի կերպարներից մեկը Վավին է, ծաղրածուն, ով իր լուսավոր էներգիայով կարողանում է միավորել բեմը եւ դահլիճը։ Վավին ծաղրածու է, բայց ոչ այն ծաղրածուն, որին բոլորը սովոր են։ Նրա խաղը սկսվում է հայացքից, շարժման փոքրիկ սխալից, հանկարծակի լռությունից։ Այն հանգամանքը, որ Վավին ամեն ինչ վերածում է խաղի, այն հանգամանքը, որ այդ խաղի կարիքը ժողովուրդը շատ ունեն, նաև դա է տանում նրան, որ սիրեն իրան։ Վավին այնպիսին է, ինչպիսին ինքը կա, ես այնպիսին եմ, ինչպիսին ես կամ, բայց այդ ամեն ինչի մեջ էլ կա, որովհետև առանց դրա Վավի մեջ դա ծնվել չէր կարա, ինչ որտեղ միաձուլվում են, ինչ որտեղ լրիվ տարբեր են, ինչպես եւ աշխարհում ամեն ինչ։ Ես համարում եմ, որ աշխարհում ամեն ինչ հակասությունների միասնությունից է բաղկացած, այնպես որ Վավին էլ իմ հետ իր հակասությունների միասնությունը ունի։ Նրա խոսքով կերպարը եւ իրական մարդը երբեմն տարբեր են, բայց մեկը առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող։ Անդրանիկ Վարդանյանը նշում է, որ շոուն նախատեսված է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար եւ նպատակ ունի մի պահ կտրել մարդկանց առօրյայից ու տեղափոխվել հեքիաթային միջավայր։ Ոնց որ տեսնում եք, մեր կրկեսում հրաշքները սկսում են տոնածառով եւ ունենք շատ տարբեր պերսոնաժներ, ովքեր որ ամբողջ շոուի ընթացքում պատմում են Վանդերլենդի հրաշքների մասին
Մենք էլ պատրաստել ենք շատ հետաքրքիր շոու, որը որ կարելի է առանց մտածելու ասել, որ Հայաստանում առաջին անգամ է լինելու։ Մենք ունենք մոտոգլոբուս, որը որ շատ վտանգավոր, շատ հետաքրքիր համարներից մեկն է կրկեսում համարվում։ Կրկեսի հեքիաթային աշխարհում կան կերպարներ, որոնք բեմ են մտնում լռությամբ, բայց իրենց հետ բերում են կրակի շունչը։ Այդպիսին է Լիաննա Խաչատրյանը։ Նրա համարում կրակը պարզապես էֆեկտ չէ։ Ես ներկայանալու եմ կրակներով համարով, որպես կրակների թագուհի, նոր գույք որպես այդպիսին լինելու են կրակներով թևիկները, մեծ դեկորացիա լինելու ու վառվող կրակներ, տպավորված են լինում բոլորը, դա երևում է եւ հանդիսատեսի մեծահասակների աչքերից եւ երեխաների փայլող աչքերից, որ սկզբից մինչեւ վերջ հիացած են, ամեն համարից հետո անվերջանալի ծափարություններ են, չվերջացող, չդադարող ծափարություններ են տեղի ունենում։ Վարդանյան եղբայրների կրկեսը պարզապես շոու չէ։ Այն հիշեցնում է, որ արվեստը կարող է վերակենդանացնել մոռացված զգացումները, վերականգնել տարիներով խզված կապը հանդիսատեսի եւ բեմի միջև։ Եվ երբ լույսերը մարում են, իսկ բեմը լռում է, կրկեսի հրաշքը մնում է հանդիսատեսի մեջ, որպես հիշողություն եւ սպասում հաջորդ հանդիպմանը։